Բարի երեկո թանկագիներ ջան, այսօր հավանաբար կխոսենք Հովհաննեսի ավետարանից, Հովհաննեսի ավետարանի ընդհանուր բնութագրի մասին էլի, ես նկատում եմ ինչ-որ կոնկրետ թեմա այդպես չկա, բայց այն ինչի մասին, որ Հովհաննեսն է խոսում, եկեք ուրեմն այսպես ուրեմն Հովհաննեսի ավետարանը սկսվում է սկզբից էր խոսքը և խոսքն Աստծո մոտ էր և խոսքը Աստված էր։ Ինչ է նշանակում այս սկիզբը։ Այս սկիզբը ի տարբերություն Ծննդոց գրքի սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը այդ սկզբի, ի տարբերություն այդ սկզբի, ինքը անցյալ հավիտենությունն է մատնանշում։ Ծննդոցում սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, դա ժամանակի սկիզբն է, արարչագործության սկիզբն է, իսկ Հովհաննեսի ավետարանի 1:1-ում սկիզբը անսկիզբի սկիզբն է, այսինքն ոչ թե անսկզբի սկիզբը առնելը, դա արդեն անտրամաբանական չէ կլինի, բայց այսինքն սկզբում ինքն էր, սկզբում խոսքն էր, բայց ինչի է Հովհաննես առաքյալը ասում խոսք, ասենք չի ասում օրինակ սկզբում Հիսուս Քրիստոսն էր, կամ սկզբում Որդին էր, կամ սկզբում Աստված էր, իհարկե հետո ասում է և խոսքը Աստված էր, բայց սկիզբ բառը ինքը կցում է լույսին, այսինքն սկիզբ բառը ինքը կցում է խոսք բառին, սկզբում էր խոսքը և խոսքը Աստված էր։ Հիմա տեսեք, մենք բոլորս անձ ենք, անձնավորություն ենք, ով գիտի խոսել, ով ունի խոսք, և եթե ինչ-որ մի մարդ ձեր խոսքը հարգում է, նա ձեզ հարգում է, որովհետև ձեր խոսքը ձեր արտահայտությունն է, եթե դուք ուզում եք դուք ինքներդ որպես անձ արտահայտվեք, դուք պետք է խոսեք։ Հիմա Աստված հավիտյան ծածկված էր, և եկավ մի պահ, որ Աստված խոսեց, բարի օր Պակսի պրկի, ինչը, չեմ ուրգում կարդամ, Պակսի պրկի, բարի օր աղբեր, ես չեմ անում աղբեր ես, թքուր, այդ անունը, բայց երևի աղբեր, հախի պրծի, իրար հետ է գրած ու անգլը լատինատառը, տես մի քիչ բարդ է կարդացում, և հետո հասկանում եմ լավ ես, աղբերս, ես լավ եմ, փառք Աստծո, դու ասա, դու ոնց ես։
ախորպես ինձ բան հոպար մի ասել, ինձ ասա աղբեր կամ ասենք ման իմ անունը միշտ լավ մնա աղբերս ուրեմն Հովանեսի ավետարանը սկսում է խոսքով շատ լավ աղբերս սկզբում էր խոսքը եւ խոսքը Աստծո մոտ էր եւ բանը խոսքը Աստված էր ամեն բան նրանով եղավ ու առանց նրա ոչինչ չեղավ ինչ որ եղավ եւ ասում է կյանքը նրանով էր տեսեք մի կարճ բան մենք կարդացինք բայց ինչքան կարեւոր տեղեկություն ինչքան կարեւոր հայտնություն կար այսրա մեջ սկիզբ խոսք Աստված լույս ու կյանք ասում եմ կյանքը մարդկանց լույսն էր կարծես թե նու առաջին դու էլ աղբեր ես հելի հա Աստված քո հետ է աղբերս առաջին այս բան հայացքից որ կյանքը մարդկանց լույսներ կարծես թե փիլիսոփայական ինչ մի բան է բայց հոգևոր դաշտում այդպես է հոգևոր դաշտում կյանքը մարդկանց լույսն է բան ինչի է այտենց կյանքը նախ ինքը անձնավորություն է կյանքը ինքը անձնավորություն է ինքը բան չի ինքը sense ուղակի մեր իմացած այս շնչավոր կամ ինչ որ իրան գիտեք չէ հա նու տենց հայուի ջան ես իրան այնքան էլ նու այսինքն բան անձամբ չէ բայց ու տենց բան ինտերնետով տենց իրա եթերներից բաներից հա գիտեմ իրանք բան են առաքելական են ու շատ սահմանափակ sense բան շատ սահմանափակ ու իրանց կրոնական ավանդույթներին ավելի շատ կարճած ու բան հաճախ Աստծո խոսքը անտեսում այն օրը շատ պարզ մի բանım այս բանը հարցնում բան ասում է առաքյալներին Տերը ասում է ձեռնադրել է բայց ոչ միտեղ չկա էլի որ առաքյալներին Տերը կամ ինչ որ մեկը առաքյալներին ձեռնադրել է ձեռնադրություն առաքյալները չեն ստացել ոչ մեկից իրենք ստացել են ուղիղ հանձնարարություն բայց ոչ ձեռնադրություն առաքյալները չեն ունեցել դա առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների հորինած ուսմունքն դա հորինած վարդապետությունն է առաքյալները իրանք ձեռնադրություն չեն ստացել ոչ Հիսուսից, ոչ Սուրբ Հոգուց, ոչ մեկից չեն ստացել ձեռնադրություն։ Ես իրան ասում եմ ցույց տուր ինձ միտեղ, որտեղ գրված լինի, որ առաքյալները ձեռնադրվեցին։ Առաքյալների ձեռնադրության հետ կապված մի հատ տար ցույց տուր, մի հատ տեղ ցույց տուր։ Ինքը ասում է այն որ Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին կրակի լեզուների տեսքով իջավ առաքյալների վրա, դա ասում այդ ժամանակ Սուրբ Հոգին իրենց ձեռնադրեց։ Տեսեք, ասենք հորինած վարդապետությունը։ Սուրբ Հոգին առաքյալներին չի ձեռնադրել։ Եվ ասեմ ավելին, Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին ոչ թե իջել է միայն 12 առաքյալների վրա, ինչպես որ իրենք են պնդում, այլ 120 աշակերտների վրա նույնպես։ Այդ 120-ն էին, որ 10 օր
աղոթում էին 12 առաքյալների հետ միասին իհարկե այդքանի վրայա իջել Սուրբ Հոգին այլ ոչ թե միայն 12-ի վրա եւ հոգու կողմից մարմնի ձեռնադրություն տեղի չի ունենում այդպիսի հոգևոր պրակտիկա կամ գործունեություն չկա չի կարա տեսեք ընդհանրապես Աստծո գործելու սկզբունքները մենք պետքա լավ ճանաչենք երբ որ Տերը ինչ որ մի հանձնարարություն է տալիս ասենք օրինակ թե դա լինի հին ուխտում թե դա լինի նոր ուխտում ինքը որ հանձնարարություն է տալիս էլ ձեռնադրելու կարիք չկա որովհետև ինքը դա հանձնարարել է պատկերացրեք Տերը ասում է քեզ ասում է մի գողացիր ու քեզ ձեռնադրում է որ դու իրավունք չունենաս գողանալու բարև ձեզ Տերը քեզ ասում է ավետարանը քարոզի մինչև աշխարհի ծայրը ինքը քեզ հանձնարարում է էլ քեզ ձեռնադրելու կարիք չկա բայց ստեղ արդեն ուրիշ հարց առաջանում բալավ այդ դեպքում ձեռնադրությունը ինչի համար է ինչա ինքը իրանից ներկայացում եւ որ դեպքում են դա անում կամ ինչի համար են ընդհանրապես դա անում մենք թե հին ուխտում թե նոր ուխտում մենք ձեռնադրության օրինակներ մենք ունենք նախ գանք հին ուխտից հին ուխտում որ ինչ որ մեկը զոհ էր բերում ասենք օրինակ մեղքի զոհ էր ինքը բերում այդ մեղքի զոհի վրա իրենք իրենց ձեռքերը դնում էին եւ հետո այդ զոհը մորթվում էր ձեռքերը դնելով մեղքի զոհի վրա դրանով իրենք ցույց էին տալիս որ իրենք մեկ են այդ զոհի հետ այդ զոհի մորթվելով իրենց մեղքերն էլ է ջնջվում քանի որ իրենք մեկացել են այդ զոհի հետ սա բացական առումով դրական առումով այսինքն ձեռնադրությունը դա մեկանալու նույնանալու կամ համաձայնություն տալու մի ձև է մի պրակտիկա է եղել ու կա մինչև մեր կա եւ ասենք օրինակ Սողոսը ինքը թշնամի էր չէ բոլորին մատնում էր գնում էր բռնում էր սպանում էր եսին տանում էր կապում էր բան ու հանկարծ մի օրում ապաշխարեց ու բանը լավ ինքը դարձ եկավ բայց աշակերտները չեն հավատում որ կա այդպիսի բան եւ ինչ որ մի աշակերտի Անանիա անունով Տերը հայտնվեց ու ինչ ասեց գնա այսինչ փողոցում այսինչ մարդու տունը եւ ընտեղ դու կգտնես Սողոս անունով Տարսոնցի նա այնտեղ հիմա աղոթք անում ու ինքը գնաց Սողոսի վրա ձեռք դրեց եւ ասեց Սողոս եղբայր Տերը ինձ ուղարկեց այն Հիսուսը որ քեզ երևաց ճանապարհին որ գաս ու որ այն արդարին տեսնես ու իրանից ձայն լսես այսինքն եկեղեցու մի անդամը ձեռք
դրեց այն մի անդամի վրա, ով նոր էր ապաշխարել, որպեսզի ամբողջ եկեղեցու կողմից դա ընդունվի, ու որ մի ուրիշ օրինակ, որ արդեն Անտիոքում էին, ասում Անտիոքի տեղական եկեղեցում կային վարդապետներ եւ բաներ, մարգարեներ, ու Սուրբ Հոգին ասաց, առանձնացրեք ինձ համար Սողոսին ու Բարնաբասին այն գործի համար, որ կանչել եմ։ Հիմա տեսեք, այս մարդիկ ունեին Սուրբ Հոգու հայտնությունը, իրենք ունեին Սուրբ Հոգու կանչը, եւ դրանից հետո իրենք իրենց համաձայնությունը տվեցին ու ձեռք դրեցին այս երկուսի վրա ու ճամփու դրեցին։ Այսինքն մարմինը Քրիստոսի մարմինը ինչ որ մեկ կամ երկու հոգու գործուղման հետ կապված միաբանությունն է իր հայտնում ձեռք դնելով։ Ձեռք դնելը դա ինչ որ sense բան չի, ինքնագլուխ ու sense ես ձեռք եմ դնել ու ասենք ինչ որ մի բան եմ արել։ Տեսեք, այսօր շատերը դա կլինեն առաքելականներ, կաթոլիկներ, չեմ անում ռուս ուղղափառ, հույն ուղղափառ, կամ ասենք բողոքականության տարբեր ճյուղերում կարող ընդհանրապես ձեռք դնեն ու բայց Տերը ընդհանրապես ներկա չլինի այդտեղ։ Այսինքն Տիրոջ կանչը կա նախ, հետո նոր մարդու համաձայնությունը։ Բայց ստեղ մի հատ ուրիշ հարց։ Հիմա դուք ինչ եք կարծում, ասենք Տերը կանչել է այս մարդուն ինչ որ մի ծառայության, բայց այն մյուս կողքի եղբայրները համաձայն չեն։ Այս եղբայրը կարա ծառայի թե չէ։ Կարա, իհարկե կարա։ Ասում Գագիկ Ղարդաղչյանը հարցագրել, բա Տերը ինչու կարգ ու կանոն չի սահմանում այս աշխարհում, չի ուզում, թե չի կարողանում։ Տերը նախ եւ առաջ կարգ ու կանոն ինքը սահմանել է, ուրիշ բան է, որ մենք կամ մարդիկ ընդհանրապես այդ կարգ ու կանոնը խախտում են։ Ընդհանրապես կա աստվածային օրինաչափություններ, որոնք Աստված ինքը չի խախտում դրանք։ Օրինաչափություններից մեկը այն է, որ երբ որ Աստված մարդ ստեղծեց, դրեց երկրի վրա ու ասեց իշխեք դրան։ Տեսեք, իշխեք։ Աստված իշխանությունը երկրի վրա տվել է մարդուն։ Մարդն է իշխում երկրի վրա։ Այնպես չի, որ ասենք Աստված ստեղծել է ու կոպիտ ասած ինքը իր ստեղծածին չի կարում տիրություն անի, բայց ինքը ստեղծել է իր պատկերով, իր նմանությամբ մարդ ու ասում է իշխեք երկրի վրա, այսինքն երկրի վրա կարգ ու կանոն եւ այլն ամեն ինչը մարդու միջոցով է լինում, առանց մարդ չի լինում, որովհետեւ իշխանությունը Աստված տվել է մարդուն։ Իշխանությունը Աստված չի պահել միայն իրեն ու մարդն էլ սենց ուղղակի այնքան որ ֆիգուրա ինչ որ մի բաների համար օգտագործվող չէ։ Աստված իշխանությունը տվել է մարդուն ու մարդը, քանի որ ինքը ունի ապստամբ, այսինքն հետագայում ինքը ապստամբեց, մեղգործեց եւ ինքը ունեցավ սատանայական այդ չար բնությունը։ Այդ բանը իշխանությունը մարդը իչար է օգտագործում, ի վնաս է օգտագործում, բայց անգամ այդ դեպքում Աստված մարդուց իշխանությունը չի վերցնում։ Ուրիշ բան, որ մի օր մարդը
թե անհատապես ամեն մի մարդ, թե ընդհանրականորեն ամբողջ մարդկությունը պատասխան է տալու, հաշիվ է տալու Աստծո առաջ։ Դա ուրիշ բան է, բայց Աստված ինքը երբ պատժում է ինչի համար, եթե կամք հանձնել է մարդուն։ Կամք հանձնել է մարդուն չի նշանակում, որ մարդը գերիշխանա բանա, ամենակալա, ինչ ուզի կանի, ոնց ուզի կանի, ինքը վերջ, իր գլխին բան չունի, տեր չունի, հաշվետու չի ինքը։ Մարդը Աստծո առաջ միշտ հաշվետու է։ Ինչքան էլ որ մարդուն է տրվել իշխանությունը, մարդը հաշվետու է Աստծուն։ Հիմա տեսեք, հիմնարկում կա, ասենք, բան, տնօրեն։ Տնօրենը հաշվետու է հիմնարկի տիրոջը։ Հիմնարկի տիրոջ առաջ տնօրենը բան հաշվետու է։ Բայց բան հիմա, ասենք, դու ես տնօրենի իշխանության տակ ես, բան ինքը ինչ ուզում ինքը անում է, բայց ինքը ինչ որ բաներ կա, որ ասենք անում է, որ իրան չի վերաբերվում, կամ ասենք իր բաներից դուրս է, իրավունքներից դուրս է, բան ինքը պատասխանը տալիս։ Եթե տեր ունի, ուրեմն պատասխանատու չի։ Պատասխանատու է, բայց ունի նաև տեր։ Ասենք, մարդը բաժակ չի էլի, որ պատասխանատու չլինի։ Մարդը բանական արարած է, ունի միտք, ունի կամք, ունի զգացմունքներ, ունի ինքնուրույն որոշումներ կայացնելու բան, այդ թե իրավունք, թե կարողություն, ու ինքը պատասխանատու է իր ամեն արածի համար։ Աստծո նպատակը մարդ ստեղծելու հետ կապված, դա կապված է թագավորության հետ։ Երբ որ Աստված մարդ ստեղծեց, սատանային որպես չար արարած, Աստված չար սատանա, ինչպես որ մենք գիտենք, չի ստեղծել, ինքը ստեղծել է բարի, ինքը ստեղծել է սուրբ, ինքը ստեղծել է մաքուր արարածներ, հրեշտակներ կամ քերովբեներ, սերովբեներ, տարբեր, բայց ինչ որ մեկը դրանցից, գլխավորներից ինչ որ մեկը ապստամբել է ինչ որ մի ժամանակ, ապստամբել է ու իր հետևից գնացել են հրեշտակների 1/3-ը, հրեշտակների 1/3-ը հետևել են բանին, արուսյակին, սատանային։ Իդեպ Արուսյակ անունը իր նախքան ապստամբությունը եղած անունն է։ Արուսյակ բառը բառացի բառից բուն իմաստով նշանակում է հարս, բայց այդ հարսը ինքը դա չի նշանակում, որ ինքը եղել է աղջիկ կամ ասենք ինչ որ սեռ է ունեցել է, պարզապես իր գեղեցկությունն է դա ցույց տալիս, որով եւ ինքը բարտացավ, ու քանի որ ինքը Աստծո ստեղծագործության մեջ ամենակատարյալն էր, ամենակատարյալը ու ամենագեղեցիկ, ամենափայլունը, ու ինքը իրանով հիանալով, ինչ համար պիտի Աստծուն երկրպագեն, բայց ինձ ոչ, այդտեղից եկավ ամբողջ ապստամբությունը, ամբողջ խնդիրը երկու թագավորության միջև է, երկու թագավորության պատերազմ է։ Այդ պատճառով, երբ որ Աստված մարդ ստեղծեց,
ինքը մարդուն տվեց իշխանություն, ասեց իշխեք ծովի ձկներին, երկնքի թռչուններին, բոլոր սողացող սողուններին ու բոլոր գազաններին։ Մարդը մարդու վրա չպիտի իշխեր, դա ավելի հետո եղավ, որ այն բանի արդյունքում, որ մարդը այնքան անկում ապրեց, որ արդեն ինքը իր խղճին էլ արդեն չէր լսում։ Դուք կասկածում եք ամենակարողության վրա, այսինքն Աստված մի բան է ասել, որին չի կարողանում, Աստված կարողանում է թե կառավարել, թե ստեղծել, թե ինչ որ ես չեմ կասկածում, այդ դուք եք այտենց կասկածամիտ բան հարցեր տալիս, ուղղակի այդքան բան։ Մի հատ բան եմ ուզում հարցնել, Գագիկ Ղարթախշան ջան, դուք Աստվածաշունչ կամ գոնե նոր կտակարան կարդացել եք կամ կարդում եք։ Այսօր մենք շատ ենք հայ ազգելի ընդհանուր առմամբ, մենք գլուխ ենք գովում, մենք սենց, մենք նենց, մենք առաջի քրիստոնյան ենք, մենք էսի մեզ ենք, բոլորի տներում երևի կա Աստվածաշունչ հիմա, ու շատ քիչ մարդ որ չունի, շատ քիչ ընտանիքներ, այսինքն, բայց մեծամասամբ չեն կարդում, մեծամասամբ ուղղակի իրանց գրապահարանում սենց սիրուն դրած է, ումա պետք ձեր ունեցած Աստվածաշունչը, եթե դուք չեք կարդում այն, ումա պետք ձեր ունեցած հացը, եթե դուք պետք է սոված մեռնեք, ումա պետք։ Այն որ դուք հարցնում եք ինձ ու ես ձեզ պատասխանում եմ, իմ պատասխանը ձեզ գոհացնում է, ու եթե չէ, ինչի համար չի, այսինքն ինչը չի գոհացնում։ Հայոյի ջան, դու լսեցիր այն քո տված հարցի հետ կապված, որ ասեցի։ Այն լոգոսի հետ կապված, որ հարցնում էր, ասեցի, որ իրեն ես իրեն անձամբ տենց չեմ ճանաչում, իրեն բաներից, եթերներից մի քանի անգամ տենց լսել եմ, ինքը տենց ուղղակի կրոնի մեջ, առաքելական ավելի շատ ավանդույթներին է կարճած, քան թե Աստծո խոսքին, որը ցավալի է։
Մարդիկ այսօր ավելի շատ պապենական ավանդույթներին, չեմ մարդկային սովորություններին, ազգային ավանդույթներին, ավելի շատ են տեղ տալի, քան թե Աստծո բուն խոսքին։ Այն ինչ որ ուզում ասի Աստված, իրենք չափում են ըստ իրենց ավանդույթների։ Եթե համապատասխանա իրենց ճաշակին, ընդունում են, եթե չէ։ Ցավոք։ Եթե տանը բարդակ կա, ով է պատասխանատու, հայրը թե երեխաները։ Շատ բան հարց ես տալիս, հա, շատ տեղին հարց ես տալիս։ Եթե քո իմացած հայրն է, ուրեմն բան հայրը։ Բայց եթե քո իմացած հայրը չի, այլ Աստծուն դու նկատում ես, ուրեմն ասեմ, որ բան երեխաները։ Որովհետև այն կարգ ու կանոնը, այն կարգ ու կանոնը, ավելի բառ չեմ կարող գտնել, այն որ հաստատել է Աստված ու իր պատգամն է մեզ տալիս, ասենք օրինակ եմ ասում, Աստված քեզ ասում է մի ծխի, դու ծխում ես։ Հիմա ով աստեղ պատասխանատու, դու թե Աստված։ Աստված քեզ ասում է մի գողացի, բայց դու գողանում ես։ Ինքը քո վրա չի բռնանում, Աստված բռնապետ չի։ Աստված թողնում է քեզ, որ դու հոժարակամ կերպով իրեն հնազանդվես, հոժարակամ դու լինես։ Բայց եթե դու անում ես մի բան, որ ինքը ատում է, ով աստեղ պատասխանատու կասես։ Մենք հաճախ Աստծուն չճանաչելով, Աստծուն չճանաչող մարդիկ, ովքեր որ ընդհանրապես Աստծո հետ շփում չեն ունեցել, ընդհանրապես Աստծուն չեն ճանաչում, չգիտեն իր ով լինելը, իր սիրտը, իր բնավորությունը չեն իմանում, իրեն չեն ճանաչում։ Դա ճիշտ կլիներ, եթե պատիժ չլիներ։ Այսինքն ոնց պատիժ չլիներ, դա ճիշտ կլիներ։ Այսինքն մարդը ինչ ուզեր աներ, բայց լներ բան, անպատիժ, էդ է ճիշտը։ Ես կարող սխալ եմ հասկացել։ Մարդիկ ասում, հա, չճանաչելով, իրենք իրենց վերացական ինչ-որ սենց պատկերացումներով մի բան են պատկերացնում ու ասում են, չէ, որ ինքը ուզենա դե չի լինի, ուրեմն ինքն է մեղավորը կամ ինքն է սխալ, բայց իրականության մեջ իրենք Աստծուն չեն ճանաչում։ Դու եթե ուզում ես ինչ-որ մեկին ճանաչես, այդ մեկի հետ դու պետք է շփում ունենաս, խոսես, քո սիրտը բացես իր առաջ, թույլ տաս, որ ինքն էլ իր սիրտը բացի քո առաջ։ Եթե դու քո սիրտը չես բացում իր առաջ, եթե դու չես շփվում, չես հաղորդակցվում, ազատ կամքը չի ենթադրում պատիժ, ենթադրում է։ Այ հենց ստեղ է։ Ազատ կամք դա չի նշանակում սանձարձակ կամք։ Դա չի ենթադրում սանձարձակ կամք։ Ինչ ուզեմ անեմ։ Դե եթե դու ազատ կամք ես տվել, ես ինչ ուզեմ կանեմ։ Ինչ ուզեմ կանեմ, դա ազատություն չի։ Դա սանձարձակություն է։ Իսկ Աստված սանձարձակությանը դեմ է։
ասված ազատությանն է կողմ։ Ինքը ուզում է ազատություն, բայց ոչ սանձարսակություն։ Ցանկացած ազատություն ինչ որ մի բանով սահմանափակված է ամեն դեպքում։ Անկամ Աստված ինքը որ ամենակարող է, ինքը որ ամենագետ է, ինքը ամենակալ է, ինքն ամեն բանի տերն ու տիրակալը, ինքն իրան իր արդարության խոսքով սահմանափակում է։ Ինքն իրան։ Բացի այդ, Աստված միևնույն ժամանակ սահմանափակվում է մարդով, անգամ մարդով, որովհետև կան բաներ, որ պիտի անի մարդը, այսինքն մարդու միջոցով դա պիտի այս բանը արվի, առանց մարդ դա չի անում, ասենք օրինակ, թագավորության ավետարանը կամ ընդհանրապես ավետարանը պետք է քարոզվի մարդով, մարդու միջոցով։ Հիմա առանց մարդու Աստված դա չի անի, Աստված չի իջնի գա ու ավետարան քարոզի։ Անկամ մի անգամ Աստված եկավ ու ավետարան քարոզեց, բայց մարդկայնության մեջ, այսինքն մարդացավ, նոր եկավ քարոզեց ավետարանը։ Այսինքն կան բաներ, որ Աստված անում է, բայց պարտադիր մարդու միջոցով։ Պարտադիր։ Սա Աստծո գործելակերպն է, քանի որ Աստծո նպատակը մարդու հետ մեկանալն է։ Ուրեմն կարող է սահմանափակվել ամեն ինչ, ինչ որ Աստծուց չի։ Հա, կարա եւ սահմանափակվի։ Բայց այստեղ նաեւ բանը կա, այն ձեր ասած այդ ազատ կամքը կա։ Հիմա տեսեք, մարդու կյանքը, ընդհանրապես կյանքը մենք բոլորս էլ գիտենք, որ լավ բան է, ինքը դրական բան է, կյանք ասվածը, բայց այդ անգամ մարդու կյանքն է սահմանափակվում, քանի որ մարդը մեղավոր է, մարդը ինչ որ մի ժամանակ գալիս է, որ մարդը մահանում է, սահմանափակվում է, ինչ որ մի ժամանակ է գալիս, որ մարդը հիվանդանում է, կամ ասենք օրինակ, եսիմ ինչ որ մի բան ալում։ Այդ բոլորը մարդուն սահմանափակում են։ Մարդը էլ չեմ ասում, որ սահմանափակված է թե տարածության, թե ժամանակի մեջ։ Ամեն ինչի մեջ է սահմանափակված, բայց այդ ամեն ինչի մեջ սահմանափակվածը ինքը ուզում է ամեն ինչ, ինչ ուզում է ինքը անի։ Ինքը արդեն խախտում է Աստծուց դրված բոլոր այդ տեսակի սահմանափակումները։ Այդ դրա համար իրա վրա դատապարտություն է գալիս, քանի որ ինքը խախտում է Աստծո դրած կարգ ու կանոնը։ Աստծո դրած կարգ ու կանոնի մեջ սանձարսակությունը, այն որ դուք ասում եք ազատ կամքը դա չի ենթադրում սանձարսակություն։ Ինքը ունի չափավորություն, բայց այդ չափավորության մեջ ինքը ազատ է։ Տեր Հիսուս։ Շատ ապրես գիտարի դասընթացներ, շատ մերսի։
Ախ, դերժան։ Եբրայեցիների մեջ ասում է ժամանակին նայելով դուք պետք է ուսուցիչներ լինեիք, բայց հիմա դուք կաթի կարոտ եք։ Դուք կարոտ եք արդարության սկզբունքներին, կարոտ եք այն Աստծո խոսքի այն հիմնական, այն պրիմիտիվ ու հիմնական բաներին, բայց ասում եմ ժամանակին նայելով դուք պետք է ուսուցիչներ լինեիք, բայց ինչն է խնդիրը, որ մենք այսքան երկար տարիներ 10, 20, 30 տարի քրիստոնյա ենք, իրական քրիստոնյա ենք, այդքան տարիներ կարդում ենք Աստվածաշունչը, նոր կտակարանը, բայց այն ամենապրիմիտիվ, ամենասովորական հարցերում մենք ուղղակի չենք իմանում ինչը բան ինչի համար է, չենք կարողանում տարբերել ասենք աստվածությունը աստվածայնությունից, չենք կարողանում տարբերել հին մարդը նոր մարդուց, չենք կարողանում տարբերել հին ուխտը նոր ուխտից, ինչն է պատճառը, ու այդքանից հետո շատերը գլուխ են գովում, թե մենք առաջին քրիստոնյան ենք, ինչ քրիստոնյա, ինչ քրիստոնյա ախր, հենա փողնես այս քրիստոնյա երկրում ինչքան կուր կասես կա, այս էտը լավ քրիստոնյա երկիր հա, մտնում ես առաքելական եկեղեցի կոչված իրենց տաճարները լիքը կուրք, որ ոչ Աստված ասել է այդպիսի բաներ պատրաստեք, ոչ կախեք պատից, ոչ դեմը մոմ վառեք ու ոչ խունգ ծխեք, նման բան Աստված չի պատվիրել ընդհանրապես, բայց որտեղից հետ է գալիս, լավ, մարդը մի անգամ իրենց քահանաներից մեկը մի բան ասում, դե ամեն դեպքում մենք պետք է ինչ-որ մի բան տեսնենք, որպեսզի պատկերացնենք բան, այո, պետք է ճիշտ է ինքը ասել, ինչ-որ մի բան պետք է տեսնենք, բայց մենք կարդում ենք Ելիս գիրքը, այդտեղ ասում է այն օրը, որ քո Տեր Աստվածը քորեբի վրա քո հետ խոսեց, ոչ մի կերպարանք չտեսար, ամեն մի բառը Աստվածաշնչի ամեն մի նախադասություն, ամեն մի բառ իր տոշնի, իր ասենց հատուկ, ուղիղ ու խոր նշանակություն ունի, չկա ուղակի այնքան որ սիրուն նախադասությունների բան շարան, այդպես չի,
Այն օրը, որ քո Տեր Աստվածը քո հետ խոսեց, կերպարանք, ոչ մի կերպարանք, արուի կամ եկի նմանությամբ, չտեսար, եթե չես տեսել, ինչպես ես պատկերում, եթե ես մի բան չեմ տեսել, կարամ այդ մի բանը նկարեմ, ես չեմ տեսել, ասենք օրինակ, չեմ անում, ինչ-որ մի բան առարկա, ես կարամ այդ առարկան նկարեմ, ես չեմ կարամ նկարեմ, ոնց կարամ այդ առարկան ես նկարեմ, եթե ես չեմ տեսել, դա առավել ևս Աստծուն, ասենք, Աստծուն ինչ-որ մեկը չի տեսել, բայց փորձում են նկարեն, դա կռապաշտություն է, թանկագիններս, դա կռապաշտություն է, Աստվածաշունչը մեզ նման հորդոր, նման պատվեր չի տալիս, Հովանեսի այս ավետարանը ինքը Քրիստոսին նկարագրում է հիմնականում որպես Աստված, ասում է սկզբում էր խոսքն Աստծո մոտ էր եւ խոսքն Աստված էր։ Պատեր խաղում եք։ Չէ, քուջան։ Չէ։ Եկել էր որ բաթր խաղար։ Բայց մենք այդտեղ տեսնում ենք երկու բան՝ կյանքը եւ կառույցը Հովանեսի ավետարանում։ Բա որ չես տեսել, չես լսել, ինչի մասին ես խոսում։ Ես ասում եմ չեմ տեսել, ես չեմ ասում չեմ լսել։ Նախ, սենց։ Այն ինչ որ Աստված խոսել է ու հայտնել է իր Սուրբ Հոգով իր առաքյալներին ու մարգարեներին։ Երբ որ Աստված խոսել է իր Հոգով, Հոգին իրենց հայտնել է Աստծո կամքը, ու իրենք գրի են առել դա, ու դա եղել է Աստվածաշունչ, այսինքն Աստծո շնչով գրված, բայց կերպարանք արտաքին ինչ-որ կերպարանք, դեմք, պատկեր չեն տեսել։ Խոսքս այդ դրա մասին է։ Լսել եմ ու մինչև հիմա էլ լսում եմ, հա։ Ինչպես նաև կարդում։ Մի բան եմ ուզում հարցնեմ քեզ, դու հավատում ես, որ կա Աստված։ Գագիկ Ղարդաղչյան, դու հավատում ես, որ կա Աստված։ Հետաքրքիր է, ինչ է պատասխանում։ Ախպերս, Աստված իմ հետ խոսում է։ Ամեն, Ռաժան, այո։ Համել բարի երեկո, թանկագին ախպեր։
տեսեք, կան բազմաթիվ կրոններ, բացի քրիստոնեությունը այն տարածված կրոններից են օրինակ իսլամը, բուդդայականությունը, կոնֆուցիականությունը, հինդուիզմը եւ հուդայականությունը։ Նու հուդայականությունը այնքան էլ տարածված չի, բայց քանի որ ինքը այտենց հայտնի է իր հայտնիությամբ։ Եվ այնտեղ կա ճապոնական այդ սինտոյականություն կամ մի խոսքով շատ կրոններ կան։ Ոչ մի կրոնական գրքի այսպես կոչված աստված, ոչ մի, բացի քրիստոնեությունից, ու մեկ էլ հուդայականությունից, քանի որ քրիստոնեությունն ու հուդայականությունը ինչ որ առումով իրար հետ կապված են, որովհետև քրիստոնյաները նույն հուդայականների, այսինքն 5 տակարանին հավատացող հրեաների աստուն են հավատում։ Միևնույն աստվածն է ինքը, միևնույն անձնավորությունն է, տարբերություն չկա։ Բայց իսլամի մեջ կամ բուդդայականության մեջ իդեպ բուդդայականությունը ինքը նախ եւ առաջ կրոն չի եղել ինքը, հետագայում է ինքը կրոնական ինչ-որ sense կարգավիճակ ստացել, Բուդդան եղել է զուտ ուղղակի ուսուցիչ, բարոյականության ուսուցիչ։ Կոնֆուցիոսը նույնպես եղել է ինչ որ ուսուցիչ, որի հետևորդները հետագայում դա ինչ որ կրոնական համակարգի են վերածվել։ Գագիկ այդ ծմեր պապուն կաղա դու ես հավատում կամ քո երեխան է հավատում, ես չեմ անում ով է բան հավատում։ Մեր աստված իրական աստված է։ Իսկ եթե դա քո համար հեքիաթ է, հենց ամբողջ խնդիրը այդտեղ է։ Այն որ դու չես հավատում Աստծուն, հենց խնդիրը հենց այդտեղ է։ Դու չես հավատում Աստծուն, բայց ուզում ես իր մասին բան իմանաս կամ ուզում ես իրան հանես սխալ։ Դու մեկը չես հավատում։ Դու չես կարող առանց հավատալու ինչ որ բան ընդունես Աստծուց։ Աստծուց ինչ որ բան ընդունելու համար առաջին Աստծուն հավատալը պետք։ Իսկ Աստված կա ու Աստված ինքը եկավ, մարմնացավ, դարձավ Հիսուս Քրիստոս անունով մարդ, ապրեց երկրի վրա 33.5 տարի, որից 3.5 տարին ինքը ծառայություն կատարեց, 3.5 տարվա իր ծառայության վերջում խաչվեց, մահացավ, թաղվեց ու 3-րդ օրը հարություն առավ։ Ու երբ որ հարություն առավ, առաջինը ինքը հայտնվեց Մարիամ Մագդաղենացուն։ Ես ինչ եմ էդի ասում։ Հենց այն չեմ ասում էդի։ Առաջինը ինքը հայտնվեց Մարիամ Մագդաղենացուն։ Հրեաների մոտ, հրեական շրջանակներում նամանավանդ այդ ժամանակը կնոջ ասածը, կնոջ տված վկայությունը երբեք վավերական չէր, չեն հավատում, բայց առաջին մարդը, որ Տերը հայտնվեց իրեն, դա Մարիամ Մագդաղենացին էր։ Եվ Մարիամից հետո ինքը իր աշակերտներին հայտնվեց, ովքեր որ իրեն տեսան մեռելներից հարություն առնելուց հետո 40 օր իրենց հետ նստավ, կերավ, խմեց, իրենց հետ քայլեց, բան սովորացրեց 40 օրվա մեջ։
ու աշակերտները տեսան իրենց ուսուցչին Աստծո որդուն Հիսուս Քրիստոսին հարություն առած ու այն վախկոտ աշակերտները, որ ուրացել էին, թողել փախել էին եւ ես իմ ամեն մեկը իր կաշին էր ուզում փրկեր խաչելության օրը հարությունից հետո, որ արդեն իրեն տեսան, իրենք համարձակություն ստացան ու դրանից հետո իրանք քարոզում էին Հիսուս Քրիստոսի անունը ու գիտակցված գնում էին մահվան։ Ոչ մի մարդ ինքը չի գնում գիտակցված ստի համար մահվան։ Հնարավոր է ինչ որ կեղծ ինքը չգիտակցված սուտ էլի ու մարդը բան հավատա ու գնա այդ համար բան մեռնի։ Բայց աշակերտները իրենք տեսել էին, թե ինչպես են խաչում Հիսուսին, ինչպես են գամում խաչափայտին, բայց Տերը հարություն առավ երրորդ օրը ոչ մի կրոնական առաջնորդի գերեզման այսօր դատարկ չի, միայն Հիսուս Քրիստոսի գերեզմանն է դատարկ։ Իդեպ Հիսուս Քրիստոսը կրոնական առաջնորդ չի։ Ես ուղղակի ասում եմ կրոնական առաջնորդ, որպեսզի ձեր պատկերացումներում մի քիչ բանասանելի լինի։ Հակը ինչ է, ես չհասկացա, եկավ ու գնաց։ Հա։ Ոչ մի մարդ, ես բան էլի եմ ասում, գիտակցված, ինքը գիտակցված սուտ բանի համար չի եթում ու զոհվում։ Բայց թե առաքյալները, թե իրենց ժամանակակից բոլոր քրիստոնյաները, ովքեր որ տեսել են ու շփվել են Հիսուս Քրիստոսի հետ, իրենք տեսան Հիսուս Քրիստոսին մեռելներից հարություն առած, ոչ միայն 12-ը, այլ նաև 500-ից ավելի եղբայրներ։ Ու բոլորը կամ գրեթե բոլորը գնացին մեռնելու հանուն Հիսուս Քրիստոսի։ Հնարավոր չի, ինչ որ դու գիտես, որ մի բան սուտ է, ու գնաս այդ համար մեռնես։ Չի լինում այդպիսի բան։ Un éclat d'espoir. Ինչ է հակը։ Ես ավելի քան հավատում եմ։ Ես չեմ ուղակի խոսում։ Դարերի ընթացքում բազմաթիվ, տասնյակ, հարյուրավոր, միգուցե ես չեմ անում, բայց քիչ են եղել այն մարդիկ, ովքեր փորձել են հերքել Հիսուս Քրիստոսի անգամ գոյությունը։ Կոմունիստերի ժամանակ մի այդպիսի մի բան կար, այտենց ես կարդացել եմ։ Այդպիսի մի իբր թե փաստ էր, գիտություն եւ տեխնիկա, այտենց բան կար, ամսագիր կար, այդ մեջ կարդացի, որ կաթոլիկները Հիսուս Քրիստոսի ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին, իսկ առաքելականները հունվարի 6-ին, իսկ ռուս ուղղափառները հունվարի 7-ին։ Ինչու է դա այդպես, շատ այդտեղ գրած այդ կոմունիստների մտքի շարադրանքն է, էլի։ Ինչու է դա այդպես, շատ պարզ պատճառով, քանի որ Հիսուս Քրիստոս այդպիսի մարդ գոյություն չի ունեցել։
կարճ ու ամենաճղճիմ սուտը, որ կարային մարդիկ հորինեին։ Ասենք մարդիկ կարային հորինեին մի մարդ, որ գոյություն չի ունեցել, բայց այդ գոյություն չունեցած մարդու համար հազարավոր, միլիոնավոր մարդիկ էթում են ու մեռնում են։ Ոչ մի փիլիսոփա, ես նկատի ունեմ աթեիստ փիլիսոփա, ինքը չի կարողացել, նախ եւ առաջ չի կարողացել խախանդ, հանգիստ խաղաղության մեջ մեռնի։ Միշտ տանջվելով է մեռել, սկսած Նիցշեով, վերջացրած ընդեղ չեմ անում ուրիշ էլի մարդիկ են եղել, բայց ոչ մի աթեիստ փիլիսոփա ինքը չի կարողացել հերքի ավետարանի ճշմարտությունները։ Բոլոր զարգացած գրականությունը զուտ ուղակի փիլիսոփայական կուզենակ անվանեք բարոյական, ինչական, բոլորի ակն ու աղբյուրը եղել է Աստվածաշունչը։ Այսօրվա աշխարհի պետությունների մեծ մասի սահմանադրությունը բխում է ԱՄՆ սահմանադրությունից, իսկ ԱՄՆ սահմանադրությունը քաղված է, վերցված է Աստվածաշունչից։ Ու բազմաթիվ օրենքներ Աստվածաշնչից են, նոր կտակարանից կամ հին կտակարանից։ Ամենակարողի համար մարդիկ են, դրա աբսուրդը որն է, ինձ կասես, ես չեմ աբսուրդը այն է, որ դու ընդհանրապես չես կարդացել ու հիմա ինչ-որ բաներ ես խոսում, այդ է շատ աբսուրդ է, այդ է իրոք աբսուրդ է, ասենք որ մարդը չի իմանում ինչ է մի բան, չի կարդացել, բայց եկել է խոսում է էլի, այդ է աբսուրդ է, իրոք աբսուրդ է։ Աբսուրդն այն է, որ հայրը զոհաբերություն է իր որդիներին։ Նախ հայրը չի զոհաբերում իր որդիներին, մեկ, հենց այդ է էլի, որ չես կարդացել, բայց եկել ես ու խոսում ես։ Հայրը զոհաբերել է իր որդուն, այլ ոչ թե որդիներին։ Մեկ, Հիսուս Քրիստոսն է, որ մեր համար զոհաբերվել է, որ մենք փրկվենք, որ մենք ազատվենք մեղքի գերությունից, մեղքի ստրկությունից, խավարի կապանքներից, տգիտության, խավարի, Աստծուն չճանաչող տգիտության կապանքներից ու ունենանք հավիտենական կյանք։ Իսկ այն, որ շատ հազարավոր, միլիոնավոր քրիստոնյաներ իրենց կյանքը իրենք դրել են հանուն Հիսուս Քրիստոսի, հանուն իր ավետարանի, հանուն Աստծո թագավորության։ Որ ասում է հայր թող գա քո թագավորությունը, որդիներին գցել են առուծների առաջ, գցել են առուծների առաջ, ու այդ որդիները չեն հրաժարվել իրենց հորից։ Ես չեմ անում, կա հիմա ստեղ ինչ որ
մեկը որ ունենա ասենք օրինակ երեխեք, որի երեխեքը հոժարել են իրենց տան համար, իրենց կյանքը տալ։ Ու եթե ինչ-որ մեկը իր կյանքը տալիս է իր տան համար, այդ մեկին բան են անում, քննադատում են, հա, փոխանակ Ռաժան ինքը բան աթեիստ է, ինքը ինչ քրիստոնյա։ Իսկ ով է ասում, որ Աստվածը իր որդիներին գցում առուսների բերանը։ Այդպես բան կա, ինչի։ Հիմա ցույց տուն զերել։ Գագիկ, չես կարդացել, չես ճանաչում Աստծո կամքը, ոչ էլ Աստծո խոսքին ես դու տեղյակ, այդ համար ես տենց դու խոսում։ Ուղղակի անհավատության խավարը մթագնել է քեզ։ Անհավատությունը դա խավարը ինքը լույս չի։ Աստծո որդիները բոլոր հավատացյալները, այսինքն այն հավատացյալները, ովքեր որ առույցների, արջերի, չիմանում ցուլերի ոտերի տակ ու իրենց բերաներում մահացել են, իրենց կյանքը զոհել են հանուն նրա, ով իրենց համար իր կյանքն է զոհել, հանուն Հիսուս Քրիստոսի, հանուն Աստծո թագավորության ավետարանի տարածման։ Ես ինչ որ չեմ կարդացել եմ, հա։ Ու ինչ։ Աթեիստին կամ Աստված չունի, կամ այս աշխարհի Աստվածն է, այսինքն սատանան։ Բայց ասեմ, մի բան ասեմ, անգամ սատանան ինքը աթեիստ չի։ Ինքը հավատում է Աստծուն։ Սատանան Աստծուն հավատում է։ Ինքը աթեիստ չի, բայց աթեիզմը իրենից է։ Այն օրը մի հոգի սենց գրել է, որ ինքը իբր բան է, հոգեբան է, որ էվոլյուցիա է եղել, եսի մարդը կապիկից առաջացել, մինչև հիմա այդպիսի խավար, տգետ, հիմար բաների մարդիկ ուշադրություն են դարձնում, կան մարդիկ, որ դարձնում են ուշադրություն, չեք կարող հավատալ Աստծուն, չհավատալ սատանային, այսինքն ոնց չհավատալ սատանային որն է, կամ սատանային բան հավատալ ասել դու ինչ նկատի ունես, իր գոյությանը բան հավատալ, թե իր ասածներին բան հավատալ, ինչը դուք նկատի ունեք։ Իր գոյությանը ես հավատում եմ, այսինքն Աստվածը ասում է դրա համար եմ բան հավատում, բայց իր ասածներին ես չեմ հավատում, որովհետև ինքը սուտ է ու ստի հայ իր գոյությանը բան հավատում եմ, բայց ով ասում որ գոյություն չունի սատանա, գոյություն ունի, բայց իր ասածներին հնարապես մարդիկ Աստծուն հավատալ ասելով նկատի ունեն Աստված կա թե չկա, հա, Աստված կա թե չկա, դա բոլորը կամ գրեթե բոլորը
գիտեն, որ կա Աստված, բայց Աստված կա կամ չկա, դա իրենց մոտ եղանակ չի փոխում, քանի որ իրենք Աստծո ասածին չեն հավատում։ Այստեղ Աստծո խոսքը ընդունելու, Աստծո խոսքին հավատալու հետ է կապված։ Այո, Աստված ամենակարող է։ Եթե ինքը ամենակարող, ամենագետ, ամենուրեք, անսկիզբ չլիներ, ինքը Աստված չէր լինի։ Աստված անսկիզբ է, ինքը ամենակարող է, ինքը ամենագետ է։ Ու ինքը մարդուն ստեղծել է իր պատկերով ու իր նմանությամբ, ու մարդուն տվել է երկրի վրա իշխանություն, իշխելու կենդանիներին եւ ամբողջ բնությանը, օգտագործելու այնպես, ինչպես որ իրեն պետք է։ Կան չէ մարդիկ ու մանավանդ այդ վեգետարիանները, որ միայն միս են ուտում բան, ոնց է հանդուրժում սատանայի գոյությանը, որոշակի նպատակի համար։ Կամ դու եթե բանը ասուն չես հավատում, այդ բանը հարցեր են չես տալի։ Ես զարմանում եմ, ասենք, մարդը ասում չի բան հավատում, բայց հարցը տալի, թե ասում բան ինչես մի բան անում։ Մի անգամ շուտ է դի, իհարկե ես ծնված չեմ եղել, իմ պապին երևի այդ վաղտնու, այն ժամանակ այդ Խրուշչովի ժամանակներում ինչ-որ մի լրագրող բան անում, հարց է տալիս, ասում է ընկեր, Խրուշչով ասում է դուք բանը ասում եք, որ Աստված չկա, բա որ Աստված չկա, ինչ եք իր դեմ պայքարում։ Մտածում ասում է Աստված կա եւ նա շատ հզոր է, դրա համար իր դեմ պայքարում ենք մեծ ուժերով։ Անգամ Խրուշչովի պես մարդը իր բերնով ինքը ասել է, որ կա Աստված, ու ինքը շատ բան հզոր է։ Այո, Տեր Հիսուսը Աստված է ու վերջ։ Այո եւ ամեն, Ռաժան։ Ռազ ուզում ես ման հելի ման վերև։ Ես ոնց հանամ քեզ վերև, հարմար է որ գաս վերև։ Եգոր, ուզում ես գաս վերև, աղբեր ես, համել բարի երեկո։ Մի քիչ հետո բան ինչքան հետո, Ռազ։ Հա, բան հարմար չի, լավ։ Եգոր ջան։ Կան բաներ, որ ես չեմ կարդացել, որտեղ այնքան գրել, չեմ։ Գագիկ, այդ որ բան հարցրել ես, դուք կարդացել եք հին հունական ասածների մասին, այդ դրանով ինչ եք ուզում ասել։
Հետաքրքիր է էլի։ Հիսուս։ Մագդալենա միացել։ Ուզում եմ ասել, որ գիրքը կամ գրքում գրված բացարձակ ճշմարտություն չի։ Բայց դա հունական առասպելների մասին ես հիմա դու ասում, թե Աստվածաշնչի։ Հունական առասպելները ինչ ճշմարտություն։ Կարող է ինչ-որ ճշմարտության հատիկներ լինեն մեջը, բայց իսկ ինչ վերաբերում է Աստվածաշնչին, Աստվածաշունչը առաջին տառից մինչև վերջին տառը, բառից բունի մստով դա ասում, ճշմարտություն է։ Մենք եթե ճշմարտությունը տեսեք, մեր պատկերացրած, մեր մտքով հասկացած ճշմարտությունը այնքան ցածր մակարդակի վրա է, ի համեմատ աստվածայինի, բան այդ համար Աստծո խոսքը ասում է իմ ճամփաները, Աստված բան ինքն է ասում, իմ ճամփաները ձեր ճամփաները չեն։ Ու իմ ինչքան ասում է երկինքն է բարձր երկրից, այնքան իմ ճամփաները ձեր ճամփաներից ու իմ խորհուրդները ձեր խորհուրդներից են բարձր։ Մենք կարդում ենք Աստվածաշնչում, ասում ենք, հալավ ինչի է Աստված սենց անում, ախր սենց ճիշտ չի, էլի ինչա սենց բան ասում, որտեվ մեր մարդկային ճշտի մեջ ինքը չի տեղավորվում։ Օրինակ, ես մի օրինակ ասեմ։ Հիսուսին ասում են, կամ լավ, բան ինքն է ասում է, երբ որ մի այտիտ հարվածում են, մյուսն էլ դեմ տուր, չէ։ Մենք եթե սա բառացի հասկանանք, մեզ եթե մի ապտակ են տալիս, այս մյուսը պիտի շուրտնանք, որ մի հատ բանստեղից տան։ Բայց երբ որ ճիշտն ձեր համար ամենաճիշտ գիրքը ես եթե դաժե Անտարկտիդայում էի ծնված, միևնույնն է, անկախ իմ համարից, իմ համար, քո համար, Աստվածաշունչը միակ ճշմարտությունն է, միակ։ Դա կապ չունի, դա ինձանից չի գալիս դա, ինձանից չի էլ էդի կախված։ Անկամ որ ես նույնիսկ Աստված չաներ, Աստված չի անի։ Անկամ որ ես ելեի բան աթեիստ, կամ թեկուզ ելեի կոմունիստ, ելեի ես չիմանում ինչիստ, միևնույնն է Աստվածաշունչներ ճշմարտությունը։ Դա
խոստովանում են բոլորը, բացի աթեիստներից։ Գևորգյան 33 առաքելական եք, ոչ, թանկագին ջան։ Առաքելականներին ես շատ սիրում, հարգում եմ, իրենք իմ եղբայրներն են, իմ քույրերն են, այնտեղ եղած բոլոր աղջիկները կամ կանայք, իմ եղբայրներն են Հիսուս Քրիստոսով, բոլոր այն մարդիկ, ովքեր որ վերածնված են, ովքեր որ հավատում են Հիսուս Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր մարդ Քրիստոսի մեկ մարմնի անդամ է, մեկ մարմինը դա եկեղեցին է։ Ես որևէ հարանվանության, որևէ ինչ-որ դենոմինացիայի բանի ես չեմ պատկանում։ Պատկանում արդիկ միլիոնավոր, որ ֆիզիկապես չեն տեսել Աստվածաշունչ, ինչով են մեղավոր։ Աստվածաշունչ տեսնել կամ չտեսնելը մեղավորության հետ ընդհանրապես կապ չունի։ Մարդ արարածը ինքը մեղավոր է Աստծո առաջ իծն է, որովհետև ինքը ժառանգում է ադամական մեղքը։ Պատկերացրեք, դուք ունեք մի հատ հացի, ասենք օրինակ, ֆորմա, ու հանկարծ այդ ֆորման մի քիչ ծռվում է։ Իր մեջը ինչ խմորել, որ դնեք, էփեք, այս բանը, հացը հանեք, ինքը ծուռ բան ալելու, հաց ալելու, ինչ հաց ուզում ալնի։ Հիմա մենք բոլորս դուրս ենք եկել Ադամից ենք մենք եկել։ Հիմա Ադամը ծռվել է, այդ ծուռ բանն է եղել։ Ու մենք իրենից ծուռ դուրս ենք եկել, անկախ մեր ծնվելու վայրից, մեր սեռից, մեր գրագիտության աստիճանից, ամեն ինչից, մենք իծն է, մարդը մեղավոր է, օրինակ ոչ մեկը երեխուն չի սովորացնում, թե ինչպես սուտ խոսալ։ Ինքը իծն է, հենց որ արդեն բերանը բացեցում է բան անել, ինքը գիտի ինչպես սուտ խոսալ, կամ ինչպես գողություն անել, ինքը գիտի, այդ դրա տարը այդ մեղավոր բնույթը իր մեջ կա։ Ուսմունքի ծանոջ ապրում է, հա, նայ, Աստծո դատաստանը այնպես է, որ Աստված ինքը արդար է, ու Աստված հենց այնպես, ասենք օրինակ, ինչ-որ մեկը այդ քո ասած, որ ջունգլիներում է ինքը ապրում ու չի լսել ոչ Հիսուս Քրիստոսի անունը, ոչ կարդացել է Աստվածաշունչ, բանը, ոչ ավետարան, ոչ բան, բայց մարդը ունի խիղճ, ու ինքը կարա համաձայն այդ խղճի բանի ապրի, ու Աստծո առաջ ինքը ապրելով համաձայն այդ խղճի, ինքը դատվելու է համաձայն իր խղճի, այլ ոչ թե համաձայն Հիսուս Քրիստոսին հավատալու կամ ոչ։ Որովհետև, այո, ձեր ասացի պես այսօր բարի օր, Բելիերը, ձեր ասացի պես կան բազմաթիվ մարդիկ միլիոնավոր, որ ասենք չեն տեսել կամ չեն լսել, անծանոթ, ընդհանրապես իրենց համար էդի հասանելի չի, դե պարզ է, ինչպես պիտի իրենք Աստծո առաջ դատվեն համաձայն իրենց խղճի։ Այսքան բան։
ունի խիղճ, բայց իրենց մոտ ընդունված է մարդասպանություն։ Ընդունված է մարդասպանություն։ Հիմա Հայաստանում ընդունված է, ասենք օրինակ, կամ լավ, մի քանի տարի առաջ, նույն հիմա էլ ինչի՞ չէ որ ընդունված էր կաշառք տալը։ Այդ կաշառք տվողը կամ վերցնողը իր խղճում չի գիտակցում, որ իր արածը սխալ է։ Գիտակցում է։ Ինչ է ընդունված, ինչ ընդունված չի, ընդհանրապես եղանակ չի փոխում էլի։ Կարող է դա։ Իհարկե։ Մարտակերություն, այսինքն այդ մարտակերության մեջ ինչ է, ինքը իր խիղճը ասում է, այդ շատ լավ բան է, հա։ Կերեք իրար, չէ, ասած չէ։ Իր մեջ ինչը, իրանց մոտ, իրանց ցեղում, ինչը ընդունված, այդ ընդհանրապես կապ չունի։ Ես էլ ասում եմ, Հայաստանում շատ է տարածված, կամ առաջ ավելի շատ էր, կաշառակերությունը, բեսպրիձելը, կամ շատ բաներ։ Ոստիկանները մարդ էին ծեծում, ընդունված էր էդի, ընդունված ձևեր։ Հիմա ինչ է այդ մարդ ծեծող ոստիկանները իրանք մեջ խիղճ չունեին կամ չէին գիտակցում, որ դա սխալ է։ Այսինքն դրա ընդհանրապես պատճառ չէ, վայ, էդի ընդունվածը, բա ինչ կլինի, չէ։ Մարդու մեջ կա դրված խիղճ Աստծո կողմից, որ դաժե ինքը Աստծո օրենքը, Աստծո խոսքը, Աստծո հայտնությունը ինքը չունի, ինքը տեղյակ չի, բան չի, միևնույն է իր մեջ կա ինչ-որ բան, որ իրան ուղղություն է տալիս։ Այսքանը թանկագիներս, լավ, ես դուրս գամ, հետո խոսանք։ Հետաքրքիր զրույց էր ամեն դեպքում, թող Աստված բոլորիս աչքերը էլ ավելի բացի, իր լույսը թող շողա, իհարկե, չէ, Աստված երևի չի տեսնում, որ մարդը մարդ է ուտում, դրա դեմը չի կարողում։ Ես էլի քեզ ասեցի այն սկզբից, որ Աստված իշխանությունը երկրի վրա տվել է մարդուն, ու ամեն բանին կա ժամանակ, կա քարեր դուրս նետելու ժամանակ, կա քարեր հավաքելու ժամանակ, կա գրկելու ժամանակ, կա գրկից հեռացնելու ժամանակ, կա ապրելու ժամանակ, կա մեռնելու ժամանակ, կա դատաստանի ժամանակ, այդ թվում ամեն բանին կա ժամանակ։ Ու Աստծո դատաստանները Հրաժան եկար։ Բարև Լավ եկար։ Ու Աստծո դատաստանները ոչ միայն, ասենք, ապագայում են ելնելու, ասենք, գահի առաջ, Աստծո դատաստանները նաև այստեղ հիմա են տեղի ունենում։ Հրաժան, բան ընդունել եմ ես քեզ։ Թումած են ես։ Հա, բան եկավ։ Կամացա։ Ամեն դեպքում շնորհակալ եմ, որ ինչ-որ։ Խնդրեմ, Գագիկ ջան։ Գագիկ ջան, բայց լավ գլնի, որ Տեր Հիսուսին ճանաչես, Տեր ու փրկիչ, Աստված։ Անաստված մարդ չի լինում, ախպերս։ Ռազ, մի հատ բան եմ ուզում քեզ հարցնեմ։ Հարցրա ախպեր։ Առած։ Հարցրա։ Իմ ձենը լավ գալիս է այդտեղ։ Հա, շատ լավ։ Հա։
Ահա։ Որտեվ այս բան հեռախոսս էս քանի վաղտը բան է, այտենց նու բան ասում են որ լավ չի լսվում բան, այտենց Հա լավ է լսվում, շատ լավ է լսվում։ Ահա, դա ավելի լավ։ Էդ է ուզում եմ ախպերս։ Որ ծանոթացնել կանաչեղենը։ Այսինքն ոնց, որ ծանոթացնել կանաչեղենը որն է։ Այդ ինչ նշանակում։ Մերսի։ Գևորգյան ջան։ Շատ մերսի ախպերս։ Տերը օրհնի քեզ։ Հա, որ ծանոթացնել կճանաչեմ։ Հարգանքներս, Յունիվեր ջան։ Գևորգյանը տես մի հարց է տվել, ասում է, որ եկեղեցուց եք։ Ռոման ախպեր կներես այդ Գագիկ Հա, ախպերը մե բան ասում, Գագիկ ախպեր ջան, մտ բարձրացի վերև էլի։ Բարձրացի մեկ շփվենք։ Պատասխանի, ախոր հարցին պատասխանի։ Հա։ Գևորգյան ջան, ասում ես, որ եկեղեցուց եք։ Հիմա նայ, որ մենք որ կարդում ենք նոր կտակարանը, այդտեղ ասում է օրինակ եկեղեցին Երուսաղեմում կամ ասում է եկեղեցին բան Անտիոքում, եկեղեցին բան Աթենքում, այսին բան Հռոմում, չէ, այսինքն քաղաքների անուններն է տալիս ու այդ քաղաքներում եղող եկեղեցին, չի ասում Հռոմում եղող կաթոլիկ եկեղեցում, չի ասում բանում Անտիոքում եղող առաքելական եկեղեցում, կամ չի ասում Երուսաղեմում եղող հիսունական եկեղեցում։ Եկեղեցին ինքը անուն չունի, ինքը ուղղակի եկեղեցին է, որ գտնվում է այս քաղաքում կամ այն քաղաքում։ Այսինքն տեղական է ինքը։ Եկեղեցին ինքը ունի երկու տեսանկյուն, երկու հիմնական տեսանկյուն, ընդհանրական եւ տեղական։ Ընդհանրական առումով բոլոր եկեղեցիները, բոլոր, այսինքն հավատացյալները, բոլոր իրար հետ միասին Քրիստոսի մարմինն են, բոլորը։ Տեղական առումով ամեն մի բնակավայրում, այսինքն ամեն մի քաղաքում կամ գյուղում կա մեկ կամ պետք է լինի մեկ եկեղեցի։ Հիմա մեր ժամանակներին գալով մենք տեսնում ենք օրինակ Երևանում կա, չեմ անում, կյանքի խոս եկեղեցի, հիսունական եկեղեցի, վերնատուն եկեղեցի, վերջին անձրև, ես իմ բան ալֆա եւ օմեգա, ես իմ ինչական, լիքը կան, մկրտական, ավետարանական, բայց Աստծո աչքին Երևանում, ես այդ ուղղակի Երևանը բան օրինակ եմ բերում, կա միայն մեկ եկեղեցի եւ այդ մեկ եկեղեցին Երևանում ապրող բոլոր հավատացյալներն են։ Սևանում ապրող բոլոր հավատացյալները Սևանում եղող եկեղեցին են։
Աբովյանում ապրող բոլոր հավատացյալները բանում Աբովյանում բան եղող եկեղեցին են։ Իսկ եթե օրինակ Սևանում, Երևանում կամ ասենք Աբովյանում կան մի քանի հարանվանություններ, ասենք 50-ական, կյանքի խոսք, առաքելական, այսինչական, այնինչական, դրանք արդեն առանցին եկեղեցիներ չեն դրանք։ Դրանք հարանվանություններ են։ Բայց բոլորը միասին եկեղեցի են։ Էսրանք բաժանություններ են։ Այն որ մենք կարդում ենք օրինակ Կորինթացիներին ուղղված առաջին թողը, բանդեղ ասում է ձեզանից ոմանք ասում են ես Պողոսական եմ, ես Ապողոսական եմ, ես Կեփասական եմ, ես բանեմ Քրիստոսական եմ։ Միթե Քրիստոսը բաժանված է։ Դա ասում է բանը Պողոս առաքյալը Սուրբ Հոգով։ Այսինքն էսրանք բաժանություններ են։ Դրանք ասուս չեն։ Հազար տեսակ հավատացյալներ կան, բայց մի տեսակ աթեիստներ։ Բայց այս հազար տեսակ հավատացյալները Աստծո որդիներ են ի տարբերություն աթեիստների, որոնք սատանայի որդիներ են։ Հազար տեսակ հավատացյալները մի հատ Աստծո են պաշտում են Հիսուս Քրիստոսին։ Հա։ Գագիկ ջան, բարձրացի վերև, բարձրացի մեկ շփվենք, ախպերս։ Բարև Հակ ջան։ Ռաս ախպերս, որ ես հիմա դուրս կամ այս եթերը կփակվի, որ դու մնաս։ Չէ, ես էլ դուրս կգամ, ախպերս։ Դուք իրար հետ ավելի Մենք իրար հետ ընդհանրապես աթեիստ։ թշնամի չենք։ Բայց որտես տեսեք։ Իրանք բոլորը ուզում արդեն ասա Ռաջան։ Ուզում եմ հարց տամ Գագիկին, թե ինքը որտե է տեսել, որ մենք թշնամիներ ենք։ Կապ չունի, որ մարդը, ասենք, կյանքի խոսքից է 50-ականա, թե ավետարանական է, մենք սաղ էլ քուրու ախպերներ ենք։ Մենք իրար ընդունում ենք Քրիստոսի մարմնի անդամներ, ու մենք թշնամիներ չենք, Գագիկ ջան։ Ռազ, ես հիմա որ դուրս գամ, դու կարաս մնաս տեղ։ Չէ, ես էլ եմ դուրս գալու, ախպերս, դուս արի։ Հա, լավ է ժողովուրդ ջան, ձեզ բոլորիդ բարի գիշեր, Աստված օրհնի ձեզ բոլորիդ։ Հա, լավ, Հյունիվեր ջան, ապրես որ ասեր ախպերս։ Դե գնացինք։